Կալուգացի լրտեսը միլիոններ է ծախսում, որ խոսույթ տանի օրակարգ է ստեղծում 300,000 ադրբեջանցու վերադարձի։ Ոնց որ ժամանակին ասում էին, որ ես պայմանավորվել եմ միջանցք տամ, եւ ասում էին պայմանավորվել խոստացել է չի տալիս դրա համար է կռիվը լնում։ Գիտեք ինչ էին իրանք ուզում անեն։ Ուզում էին այդ ալիքի վրա Հայաստանում իշխանափոխություն անեն, որ հետո գան ասեն դե նա է խոստացել, հիմի պետք է խոստա իր խոստում պետք է ուզած կատարենք, որ պատերազմ չլինի։ Նախ մենք բնականաբար չենք խոստացել եւ ես բացեք նայեք 20 թվականի նոյեմբերի ուղերձները, քանի որ թել են ժամանակվանից թել առաջին օրից ասել եմ նման բան չկա եւ չի կարող լինել եւ այսօր դա իրականություն է դարձել չկա միջանցքի թեմա հիմա էլ դրանից բրցանք 300,000 ադրբեջանցու թեմա այդ թեման իրանք լրտեսական միսիայով մտցնում են Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգ մենք այդ թեման փակել ենք անդառնալիորեն 2024 թվին ասելով հայտարարելով Լեռնային Ղարաբաղի շարժման ավարտի եւ շարունակելու մասին այո մենք փակել ենք 500,000 հայ Ադրբեջան վերադառնալու թեման եւ դրանով իսկ փակել ենք ադրբեջանցիների վերադառնալու թեման հիմա իրանք բացում են եւ Ղարաբաղցիների վերադարձի թեման դրանով իսկ բացում են նաեւ փորձում են բացել մյուս թեմաները մենք դա թույլ չենք տալու իրանք թույլ չեն տալիս նաեւ որ Ղարաբաղի ժողովուրդը ի վերջո հանդարտվի իրանք քիչ չի իմիջայլոց իրանք նաեւ եւ ոչ միայն իրանք տարիներով տասնյակ տարիներով Ղարաբաղի ժողովրդին պատանդ են պահել գիտեք ինչի համար այդ միջանցքը ստանալու համար որ իբր Լաչինի միջանցքի դիմաց պետք է մի հատ Մեղրիի միջանցքը լինի մենք ենք կասեցրել այդ ծրագիրը ես եմ կասեցրել այդ ծրագիրը Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է որովհետև եւ միշտ լինելու է որովհետև ես ամենադժվար պահին պինդ կանգնել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության դիրքերում եթե մենք շարունակեինք եթե իրանք բան են ասում Լաչինի միջանցք էին ասում իբր իրանք օրակարգ են բերել տենց մեծ հարց Լաչինի միջանցքի թեման բերվել է Մեղրին Հայաստանից օտարելու համար եւ ես եմ կանգնեցրել այդ թեման Մեղրին Հայաստանի անբաժանելի մաս է իրանք Մեղրին տալու համար հոկտեմբերի 27 են արել իշխանափոխություն են արել հեղաշրջում են արել եւ ահա այդ սրանք այս պատերազմի եռագլուխ կուսակցությունը դրանք Մեղրին տվողների խումբն է եւ իրանք պետքա Հայաստանի պետության համար դատվեն եւ տասնամյակով բաց նստեն տվեք ինձ այդ մանդատը ես ասում եմ բոլոր գծերը անցել են Կալուգացի օլիգարխը Ռոբերտ Քոչարյանը այն բելարուսացի են մեկը պետքա նստեն բանտ ինձ տվեք այդ մանդատը նրանք պետքա տասնամյակ անցկացնեն բանտում եւ ես ձեզնից մանդատ եմ ուզում այդ պլանը իրագործելու համար եւ ես ձեզ ասում եմ նրանք Մեղրին տվողներն են ես ձեզ համար ապահովել եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Մեղրին Սյունիքը հարատև Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս է սրա մասին այս ընտրությունները